Ադրբեջանի նախագահը պետական այցով մեկնել է Պեկին, նրան ընդունել է Չինաստանի նախագահը։ Իլհամ Ալիևի եւ Սի Ցզինփինի հանդիպման շրջանակում ի թիվս այլ փաստաթղթերի ստորագրվել է համապարփակ ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հայտարարությունը, որի համաձայն Չինաստանը եւ Ադրբեջանը դիտարկվում են որպես առաջնահերթ եւ վստահելի ռազմավարական գործընկերներ։ Ըստ հայտարարության կողմերը աջակցում են մեկը մյուսի ընտրած զարգացման ուղուն, ինքնիշխանությանը, անվտանգությանը եւ տարածքային ամբողջականությանը։ Բաքուն ընդունում է, որ Թայվանը Չինաստանի տարածքի անբաժանելի մասն է։ Փաստաթղթում նշվում է, որ Պեկինը վճռականորեն աջակցում է ադրբեջանական կողմի առաջարկած խաղաղության օրակարգին եւ անարդյունավետ է համարում առճակատման ուղղված աշխարհաքաղաքական խաղերը։ Կողմերը պայմանավորվել են շարունակել մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնության համապատասխանեցումը Ադրբեջանի Մետաքսի ճանապարհի վերածնունդ պետական ծրագրին եւ սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարությանը։ Ադրբեջանը եւ Չինաստանը կզարգացնեն շփումները տնտեսության, արդյունաբերության, ներդրումների, առևտրի, էներգիայի, թվային տնտեսության, առողջապահության, գյուղատնտեսության, туриզմի, հումանիտար տրանսպորտի, փոխադրումների, լոգիստիկ, ահաբեկչության դեմ պայքարի եւ այլ ոլորտներում։ Պեկինը եւ Բաքուն պատրաստակամություն են հայտնել բանակցություններ սկսել ազատ առևտրի համաձայնագրի շուրջ։ Կողմերը նաեւ դեմ են արտահայտվել հեգեմոնիային եւ ուժի քաղաքականությանը։ Հիշեցնենք, որ անցած տարի Աստանայում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ադրբեջանը եւ Չինաստանը ռազմավարական գործընկերության հաստատման մասին համատեղ հռչակագիր էին ընդունել։ Կիևն իրավաբանորեն չի ճանաչի Ղրիմի օկուպացիան հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։ Ուկրաինայի նախագահը նման հեռանկարը հակասահմանադրական է որակել։ Նա հավելել է, որ ուկրաինական կողմն իր տարածքները փոխանակելու կամ դրանցից հրաժարվելու պաշտոնական առաջարկներ չի ստացել։ Զելենսկու խոսքով Ուկրաինան ցանկանում է հասնել հրադադարի, այնուհետև արագ եւ արդար խաղաղության։ Եթե Ռուսաստանը դադարեցնի կրակը, մենք պատրաստ ենք խոսել եւ անցնել պատերազմին վերջ տալու հաջորդ քայլերին, շեշտել է նախագահը։ Ավելի վաղ Washington Post-ը հղում անելով աղբյուրներին հայտնել որ ապրիլի 23-ին Լոնդոնում նախատեսված հանդիպմանն ամերիկյան կողմն Ուկրաինային եւ եվրոպական երկրներին առաջարկելու է ճանաչել Ղրիմը որպես ռուսական տարածք եւ սառեցնել ներկայիս առաջնագիծը։ Հատկանշական է, որ այսօր Լոնդոնում Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի արտգործնախարարների մակարդակով հանդիպումը չեղարկվել է։ Որոշում է կայացվել բանակցություններն անցկացնել ավելի ցածր մակարդակով։ Արևմտյան զլմները գրում են, որ ԱՄՆ պետքարտուղարը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը Ղրիմի մասին Վոլոդիմիր Զելենսկու հայտարարության պատճառով։ Միացյալ Նահանգների փոխնախագահը հայտարարել է, որ Վաշինգտոնը կհրաժարվի միջնորդությունից, եթե Մոսկվան եւ Կիևը քայլեր չձեռնարկեն խաղաղության ուղղությամբ։ Ջեյդի Վենսի խոսքով ամերիկյան կողմը հստակ առաջարկ է նախապատրաստել, որի համաձայն թե Ռուսաստանը, թե Ուկրաինան պետք է գնան զիջումների, այդ թվում տարածքների հարցում։ Միևնույն ժամանակ եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը կարծիք է հայտնել, որ Ղրիմը ռուսական ճանաչելը որպես խաղաղության համաձայնագրի մաս ներկայացնելը մեծ սխալ կլիներ Միացյալ Նահանգների կողմից։ Նրա խոսքով Եվրամիությունը երբեք չի ճանաչի թերակղզին որպես Ռուսաստանի մաս։ Ղրիմը Ուկրաինա է, շեշտել է Կալասը։ ԵՄ դիվանագիտության ղեկավարը նաև մտահոգություն է հայտնել, որ Վաշինգտոնը չի օգտագործում իր ամբողջ գործիքակազմը Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար։ Մոսկվան խաղեր է խաղում Զատկին զինադադար հայտարարելով, քանի որ իրականում խաղաղություն չի ուզում, պնդել է պաշտոնյան։ Մոսկվան շարունակում է շփումները Միացյալ Նահանգների հետ, հայտնել է Կրեմլի խոսնակը, հավելել, պատրաստ են շփումների նաև Եվրոպայի եւ Ուկրաինայի հետ։ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ փոխնախագահի հայտարարությունը, որ Վաշինգտոնը հակամարտության կարգավորման հստակ առաջարկներ է ներկայացրել հակամարտող կողմերին։ Ամերիկյան կողմը շարունակում է միջնորդական ջանքերը, մենք ողջունում ենք դա։ Իհարկե, կարգավորման հարցում նրբություններ կան, որոնք պետք է քննարկվեն, մանրամասնել է Պեսկովը։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ տեղեկացրել է, որ ռուս-ամերիկյան բանակցությունների հերթական փուլը տեղի կունենա շատ շուտով։ Կիևում Չինաստանի դեսպանը կանչվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն։ Ուկրաինական կողմը պնդում է, որ Չինաստանը ռազմական գործակցություն է վարում Ռուսաստանի հետ, իսկ ժողովրդական հանրապետության քաղաքացիները ռուսական բանակի կազմում մասնակցում են Ուկրաինայի դեմ պատերազմին։ Նշվում է, որ ուկրաինական հատուկ ծառայությունները համապատասխան ապացույցներ են փոխանցել չինական կողմին։ Ըստ գերատեսչության հաղորդագրության, Ուկրաինայի փոխարտգործնախարար Եվգեն Պերեբինիսը դեսպանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Չինաստան-Ռուսաստան գործակցությունը լուրջ անհանգստություն է առաջացնում եւ հակասում է Կիև-Պեկին գործընկերության ոգուն։ Միևնույն ժամանակ փոխարտգործնախարարը բարձր է գնահատել Ուկրաինայի եւ Չինաստանի ռազմավարական գործընկերությունը, հույս հայտնելով, որ Պեկինը զերծ կմնա երկկողմ հարաբերություններին վնասող քայլերից։ Չինաստանի ԱԳՆ-ն անհիմն է որակել Ռուսաստանին մահաբեր զենք տրամադրելու վերաբերյալ Պեկինին ուղղված մեղադրանքները։ Չինաստանը չի մասնակցում ռուս-ուկրաինական պատերազմին եւ ցանկանում է խաղաղ կարգավորում տեսնել, հայտարարել է ԱԳՆ խոսնակը։
Ստամբուլի մոտակայքում Մարմարածովում կարճ ժամանակահատվածում մի քանի ուժեղ երկրաշարժ է գրանցվել, ամենահզորը 6.2 մագնիտուդ ուժգնությամբ։ Եղել են հետցնցումներ։ Տեղական ԶԼՄ-ների տվյալով ցնցումները զգացվել են Ստամբուլում եւ Թուրքիայի արևմտյան մյուս շրջաններում, ինչի պատճառով բնակիչների շրջանում խոճապ է առաջացել։ Զոհերի կամ ավերածությունների մասին դեռևս տեղեկություններ չկան, չնայած ըստ էպիկենտրոնում ցնցումների ուժգնության երկրաշարժը գնահատվում է ավերիչ։ Թուրքիայի աղետների եւ արտակարգ իրավիճակների կառավարման վարչության եւ այլ համապատասխան մարմինների խմբերը սկսել են տեղում ստուգել երկրաշարժի հետևանքով ստեղծված իրավիճակը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ցավակցություն է հայտնել բնական աղետի կապակցությամբ։ Պետության ղեկավարը շեշտել է, որ իշխանությունը ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը։ ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում անտառային հրդեհներ են բռնկվել, պատճառը դեռ անհայտ է։ Հրդեհն ընդգրկել է շուրջ 1300 հեկտար տարածք։ Հազարավոր բնակիչներ են տարհանվել։ Տեղի հրշեջ ծառայությունից հայտնում են, որ հրդեհն ամբողջությամբ դեռ չի հաջողվել մարել։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ ԶԼՄ-ների տվյալով որոշ մայրուղիներ փակվել են, զոհերի մասին տեղեկություններ չկան։ Դիանա Գասպարյան, լուրեր։